Աղոթքի գերագույն օրհնությունը Ավետապեր Ցիթենին Կխորինք, թե այս օրերուն աշխարհ իր հորեկույն վիճակին հասած է, խորդակվելու վրա եղող հսկա նավումը պես, որ օրեօր գնգղմի օվկիանոսին խորը։ Սակայն ըստ Սողոմոն իմաստունին, արևին տակ նոր բան մը չկա։ Կարևորագույնն է, որ մեր աչքերը արևեն վեր եղող մեր արարիչին բարձրացնենք, ուրգե պիտի գա մեր օգնությունը եւ օրհնությունը, ինչպես կտեսնենք Սաբաթմության մեջ։ 1934-ին Ամերիկայի մեծ ճգնաժամի շրջանի կիսուն Նորթ Քարոլայնայի Շարլոտ քաղաքին մեջ խումբ մարդիկ կովկով եկան աղոթելու։ Այդ ակարագաբանը, որուն տան մեջ հավաքված էին, իր խնայած բոլոր գումարը կորսնցուցած էր, երբ նախորդ տարվա ընթացքին տրամադունը սնանկացած էր։ Սակայն այս բարեպաշտ մարդը գործի տրամադրելի ժամանակը փոխարինած էր իր բարեկամներուն հետ աղոթելու։ Անոնք մեկդի ցկելով իրենց անձնական նյութական պետքերը, խնդրեցին Աստուծմե, որ Շարլոտ քաղաքեն անհատ մահանե, որ Հիսուսի փրկության բարի լուրը բոլոր աշխարհի հետ բաժնեկցի։ Մի քանի ամիս վերջ այդ ակարագաբանին որդին, որ վերոհիշյալ աղոթաժողովին ընթացքին ծիծաղած էր հորը միամիտ հավատքին վրա, ապաշխարեց եւ կյանքը Հիսուսի նվիրեց։ Անոր անունն էր Բիլի Գրահամ։ Արդյոք ինչ պիտի ըլլար, եթե այդ օր Գրահամներու ակարագին մեջ այդ հատուկ աղոթքը եղած չլար։ Ինչ պիտի գործընծնեինք։ Քանի միլիոն մարդ Հիսուսի սիրույն մասին բնավ պիտի չիմանային Բիլի Գրահամի պատգամներու միջոցով։ Եթե այդ խումբ մը ակարագաբանները Աստուծմե խնդրած չլային, որ ավետարանիչ մը հայթայթեր։ Միասնական աղոթքը մեզ Աստուծո սրտին կմոտեցնե եւ անոր անսահման զորության ու սիրո աղբյուրին կմիացնե։ Տերը ընտրած է մեր աղոթքները, մասնավորապես խմբային աղերսանքը, որպես գլխավոր միջոց աշխարհի մեջ իր գործը կատարելու։ Ուստի ամեն բան մեկդի ցկելով մեր սրտերը ու ձեռքերը իրար միացնենք եւ ծնկաչոք մեր ձայները երկինք ամենակալ Տիրոջ բարձրացնենք։ Մատթեոս 6:30 համար գսե. Առաջ խնդրեցեք Աստուծո թագավորությունը եւ անոր արդարությունը, ու այդ բոլոր բաներն ալ ձեզի պիտի տրվին։ Հակոբու 5:16 համար գսե. Այո, արդարին ջերմերանտ աղոթքը շատ աստեցություն ունի։ Ամեն